2023 թվականին թանկացրեցին կարմիր գծերը, որը փաստացի բոլորս էլ տեսնում ենք, որ էֆեկտ չտվեց։ Այն ժամանակ կարմիր գծերը թանկացնելուց Սուրեն Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը հայտարարում էին, որ Երևան քաղաքի կենտրոնում խցանումների նվազեցման համար է, բայց բոլորս տեսնում ենք, որ այդպիսի բան չկա։ Տեսնում ենք նաև, որ թեկուզ կարմիր գծերը թանկացրել են, միևնույնն է կարմիր գծերում կանգնող չկա, ավելի շուտ ոչ թե չկա, այլ տեղ չկա, որ մարդիկ կանգնեն։ Ասում են հիմնական կայանողները քչացել են, 40,000-ից դառնալով 8,000, բայց չեն հաշվի առնում այն մարդկանց, ովքեր գալիս են կանգնում են մի ժամ կամ 2 ժամ եւ ուղարկում են այդ SMS-ները։ Եկեք հստակ ֆիքսենք, որ տրանսպորտը թանկացրեցին ու տրանսպորտը թանկացնելու ժամանակ էլ ասեցին Տոմսային նոր համակարգ, որը պետք է ենթադրի բարելավումներ, առանց խցանումների տրանսպորտը պետք է գնա, փաստացի տեսնում ենք, որ տրանսպորտը խցանումների մեջ բավականին երկար ժամանակ կանգնում է։ Սարյանը սարքեցիք միակողմանի, բայց օպերայի մոտի այդ Կալցևոյ կոչվածը Ֆրանսիայի հրապարակը, ես ճիշտն ասած մինչև այս վերջերս այնտեղ խցանումներ չեմ հիշում, բայց հիմա բավականին երկար ժամանակով այնտեղ մնում ենք խցանումների մեջ։ Ասում եք Սարյան փողոցով մեքենաները երթևեկում են առանց խցանումների, բայց նույն Մեսրոպ Մաշտոց պողոտայով մեքենաները իջնում են անընդհատ խցանված, անընդհատ։ Այսինքն եկեք ֆիքսենք հստակ, էլի, որ ՔՊ-ի մոտ բարեփոխումները չեն ստացվում։ Ու ասեմ ավելին, ոչ թե չեն ստացվում քաղաքային, այլ համապետական մասշտաբով։ Ոչ Նիկոլ Փաշինյանն է կարողանում նորմալ բարեփոխումներ անել, ոչ էլ Տիգրան Ավինյանը։ Ձեր արած բարեփոխումները միշտ բերում են ավելի վատ արդյունքների։ Կարմիր գծերով գործընկերս էլ նշեց դատարանի որոշումները, բայց դուք մեկը համառորեն փորձելով ինչ-որ օրենքի, այսպես ասած, լազեյկաներից օգտվելով, չեք ուզում այդ որոշումը ընդունել ու կատարել դատարանի որոշումը։ Եվ ի հավելումն Լևոն Հովհաննիսյանն էլ կփաստի, ուրեմն վրացական փողոցով չգիտեմ ձեզնից ով է երթևեկում, չի երթևեկում, Լևոն Հովհաննիսյանը գիտեմ, որ երթևեկում է։ Ուրեմն այնտեղ երկու ուղղություն կա, հա, երթևեկելու, այսինքն երկկողմանի փողոց է։ Բայց երկու կողմում էլ մեքենաները կանգնում են ու այդ երթևեկության կողմերի լայնությունները իրարից տարբերվում են։ Ու դա բավականին լուրջ խցանումների ու վտանգավոր երթևեկության է բերում։ Այսինքն մարդիկ այնտեղ երթևեկելուց շատ դեպքերում մեքենաների հայլիներով խփում են իրար, չուզենալով։ Ու այնտեղ ոչ կարմիր գիծ կա, ոչ կապույտ գիծ կա, ոչ մի բան էլ չկա, այսինքն ձեր գծանշում անողները չգիտեմ այդ ոնց եք որոշել, այդ ինչ ստանդարտով են տարել այդ գծանշումները արել, բայց մեկը մյուսից տարբերվում է։ Մի խոսքով սիրելի քաղաքացիներ, եկեք հստակ փաստենք, հստակ ֆիքսենք, որ ՔՊ-ի բերած եւ ոչ մի բարեփոխում իրենց ներկայացրած էֆեկտը, իրենց ներկայացրած, չգիտեմ, լավ բաներին չի բերել ու ես շատ խորը կասկածներ ունեմ, որ բերելու է, որովհետեւ մենք տեսնում ենք իրանց բերած բարեփոխումները չեն, այլ չարեփոխումներ։